Սպիտակը տեսնել սև ֆոնի վրա եւ սևը տեսնել սպիտակ ֆոնի վրա ավելի շատ ենք պահանջում եւ ակնկալում հետ հեղափոխական իշխանությունից, քան նախկինում էինք ակնկալում։ Ազգային ժողովը շատ ավելի վատ վիճակում է գումարները, որոնք ծախսվում են ընտրությունների համար, անպայման չէ, որ դառնան քվե։ Ցավում եմ, որ հեղափոխական արժեքները հենց այդ պահին ինչ որ կերպ չարմրագրվեցին։ Զրույց բոլորի համար հաղորդաշարի հյուրը Սոնա Այվազյանն է։ Նախնական կտավ Ամեփլյուսի գեղանկարների հավաքածուից։ Սոնա Այվազյան, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն։ Սոնա Այվազյանը սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետև Հայաստանի ամերիկյան համալսարանում եւ ստացել քաղաքագիտության մագիստրոսի կոչում։ Ուսանել է նաև ԱՄՆ-ի Մոնտերեյի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտում եւ դարձել շրջակա միջավայրի միջազգային քաղաքականության մագիստրոս։ Սոնա Այվազյանը Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիրներից է։ 2002 թվականից նա մասնակցել է բնապահպանական ծրագրերին որպես շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ, իսկ հետո ղեկավարել է կազմակերպության ծրագրային գործունեությունը։ 2016 թվականից կազմակերպության գործադիր տնօրենն է։ Կին Այվազյան, ընտրեցիք Խաչիկ Հարությունյանի անանուն կտավը։ Ինչպես կմեկնաբանեք, անանուն է երևի, որովհետև հեղինակներ չի կարողացել, ինչ որ երևի խառը տրամադրություն է ունեցել, այդպես հստակ չի, երևում ինչ է պատկերված նկարում։ Նախ երևի եղածների մեջ ավելի շատ դուր եկան գույները, ինչ որ ուրվագծեր նկատեցի, կարծում եմ եղանակին համահունչ ինչ որ թաց, անձրևային ինչ որ բան կա նկարի մեջ, երևի դա է պատճառը։ Թերևս ի սկզբանե 2018-ի հեղափոխական շարժումը պաշտպանում էիք, բայց հետո որոշ ժամանակ անց, մասնավորապես 2021-ին ասացիք, որ հիմա ունենք այն, ինչի դեմ պայքարում էր ժողովուրդը այն ժամանակ։ Գուցե Թալանը նախկինի մակարդակին չէ, բայց ամբարտավան պաշտոնյաների հարցում հավասարվել են նախկիններին։ Ձեր խոսքերն են։ Հիմա ինչպես կնկարագրեք իրավիճակը պետական կառավարման ոլորտում։ Ես չեմ հիշում, թե ինչ առիթով եմ դա ասել, եւ հեղափոխությունը իհարկե պաշտպանել ենք եւ որևէ առումով չենք պաշտպանել, որ հեղափոխությունը տեղի ունեցել Հայաստանում։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ բացասական երևույթներ ենք մենք նկատում կառավարման համակարգում, դա կա անշուշտ եւ տարբեր մասշտաբներով, տարբեր դրսևորումներով երբեմն, բայց արկա է եւ կարծում եմ հիմա նաև մենք էլ շատ ավելի քննադատաբար ենք վերաբերվում, քան նախկինում, այսինքն պահանջատեր ենք ավելի շատ ենք պահանջում եւ ակնկալում հետ հեղափոխական իշխանությունից, քան նախկինում էինք ակնկալում, եւ նաև դա է պատճառը, որ քննադատությունը շատ է եւ պահանջները շատ են եւ այդ նույնիսկ դրվագային խնդիրները, որ մենք տեսնում ենք, դրանք պահանջում ենք, որ դրանք ուղղվեն։ Եթե մենք առանձնացնենք, երևի ճիշտ կլինի Թալանը կոռուպցիան առանձնացնել վարքագծից, բարեվարկությունից, կոռուպցիայի մասով կարող եմ ասել, որ դրվագային խնդիրներ առկա են եւ ահազանգեր ստացվում են տարբեր ոլորտներից եւ ցավոք սրտի այդ ահազանգերը ավելի շատ այդպես ծանոթներին փոխանցելու միջոցով է եւ ոչ թե պաշտոնական օրինակ ազդարարման համակարգով ահազանգելու միջոցով է տեղի ունենում, որպեսզի իրավապահ մարմինները պատշաճ ընթացք տան կամ առնվազն մենք տեղյակ լինենք, որ նրանք ստացել են եւ օրինակ պատշաճ ընթացք չեն տալիս եւ կարծում եմ, որ այդ առումով որոշակի քայլեր արվում են պետության կողմից, բայց անշուշտ ակնկալվում են նաև այն Թալան, որի մասին խոսվում էր, նաև այդ մարդիկ, որոնք ներգրաված են, այդ պաշտոնյաները, որոնք ներգրաված են, նրանք համապատասխան պատասխանատվություն կրեն, ինչը այդպես նկատելի չի գոնե։ Ինչ վերաբերում է բարեվարկությանը կամ վարքագծին, ամբարտավան պահվածքին, կրկին ցավոք սրտի առկա են դրվագներ եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, մասնավորապես նրանց հարաբերություններում քաղաքացիների հետ, լրագրողների հետ, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք որ խիստ բացասական երևույթ են եւ դա չէր, որ ակնկալվում էր հեղափոխության արդյունքում ունենալ եւ կրկին կարծում եմ, որ պետք է այդ ուղղությամբ եւս քայլեր արվեն եւ պաշտոնյաները նախ իրենք վերանայեն իրենց վարքագիծը եւ հասարակությունը եւս ավելի պահանջկոտ պետք է մենք լինենք,
Մենք համեմատության մեջ ներկայիս իշխանությունները շահեկան դիրքում են դեռևս գտնվում, բայց դա չպետք է մեզ կանգնեցնի ավելի քննադատաբար նրանց վերաբերվելու առումով։ Այսինքն հեղափոխական արժեքները ոչ լիարժեք են այսօր գործում։ Գիտեք, շատ ցավում եմ, որ հեղափոխական արժեքները հենց այդ պահին ինչ որ կերպ չամրագրվեցին։ Հիմա դրանք մեր հիշողություններում են, ինչ որ առանձին փաստաթղթերում միգուցե կարող է վերհանվեն, բայց շատ ցանկալի երևի կլիներ, որ քաղաքացիների մոտ հարցում անցկացվեր, թե ինչ արժեքների համար էին իրենք դուրս գալիս, բայց այդ արժեքները շատերը մենք գիտենք, նաև որպես հասարակական կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ աշխատել են, դրանք կոռուպցիայի դեմ պայքարներ, մաքուր հասարակություն ունենալն էր, պատասխանատու պաշտոնյաներ, պատասխանատու կառավարում առհասարակ, մաքուր ընտրություններ անշուշտ։ Չեմ կարող ասել որևէ առաջընթաց չունենք։ Ընդհանրապես իմ կարծիքով մեր հիմնական խնդիրը նա է, որ մենք հիմնական խնդիրը չի միգուցե, բայց խնդիրը առհասարակ այն, որ մենք միայն սև ու սպիտակ ենք տեսնում իրերը, այսինքն մենք պետք է կարողանանք եւ սպիտակը տեսնել սև ֆոնի վրա եւ սևը տեսնել սպիտակ ֆոնի վրա եւ կարողանանք դրվագները եւ այդ երևույթները առանձնացնենք եւ դրանց գնահատականները տանք եւ ոչ միայն մեզ մոտ չգիտեմ ինչ է բևեռացվածությունը շատ խորացած է եւ եթե դու սպիտակների մեջ ես եւ սևի մեջ ինչ որ բան ես փորձում տեսնել, ապա դու համարվում ես այդպես արտառոց մի կամ հերոսս կամ դավաճան։ Այո, այդ բևեռացված մոտեցումը կարծում շատ վտանգավոր է առհասարակ մեր հասարակության տարանջատվածության համար։ Մենք հիմա ներկայումս այն ժամանակներում չենք ապրում, որ մեզ թույլ տանք այս աստիճան բևեռացվածություն եւ խնդիրներ, ատելություն նաեւ ինչ որ չափով հասարակության մեջ։ Դրա համար կարծում ենք պետք է կարողանանք ճիշտ եւ օբյեկտիվ գնահատականներ տալ եւ դրականին եւ բացասականին եւ նկատել երկուսն էլ, այսինքն որևէ կերպ մեկը չպետք է այդպես սկողի մյուսի նկատելը։ Ես եւս մեկ միտք ձեզնից մեջ բերեմ 2021-ին ժողովրդավարության հետընթաց էի կանխատեսում կառավարության հաշվետվողականության թափանցիկության նվազման առումով։ Ընդհանրապես հիմա ինչ վիճակ է եւ արդյոք Հայաստանը հակակոռուպցիոն միջազգային պարտավորությունների առումով կատարում է իր բոլոր պարտավորությունները կատարում է։ Երևի չէինք կանխատեսում, ավելի շատ անհանգստանում էինք, որ այդպիսի գնահատականներ կլինեն, որովհետև տեսնում էինք կրկին դրվագներով մենք տեսնում էինք, որ կառավարությունը բավարար պատասխանատու չի, հաշվետու չի եւ այդ հանրային ծառայողի զգացողությունը, որ պետությունը, որ պետական մարմինները հանրային ծառայողները իրենք ժողովրդի համար են աշխատում, ոչ թե իրենք են ավելի բարձր տեղում, ընդհակառակը նրանք ժողովրդի ծառան են, այդ ընկալումը մեզ մոտ չկար եւ չկա, ցավոք սրտի գոնե ոչ բոլորի մոտ կա, այդպես ասենք։ Միջազգային գնահատականների մասով երևի ճիշտ կլինի մի քանի գնահատականների անդրադառնանք։ Առաջինը կոռուպցիայի ընկալման համաթիվն է, որով երևի տեղյակ եք, որ 2 տարում հեղափոխությունից հետո 2 տարում բավական մեծ առաջընթաց տեղի ունեցավ, որը նկատելի էր գլոբալ մակարդակով։ Հետո վերջին տարվա ընթացքում 3 միավորով մենք հետընթաց ունեցանք եւ 1 ամսից 2 ամսից կհրապարակվեն նոր տվյալները եւ կտեսնենք, թե ինչպես է գնահատվել օրինակ անցյալ տարվա իրավիճակը։ Եվ այնտեղ շատ կարևոր գնահատականներ են ամեն դեպքում, որոնք ազդակ են մեզ համար, որպեսզի մենք հասկանանք այդ 3 միավորի հետընթացը կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ ամեն ինչ չի որ դրական է եւ կան այնտեղ բացասական զարգացումներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել եւ առաջին հերթին պետությունը եւ այդ գործողությունը իրական պետք է նշեմ, որ կատարվեց կառավարության կողմից, նրանք եւս անհանգստացան եւ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, որը մեկ ամիս առաջ ընդունվեց, նրանք նախ արդեն այդ գնահատականները հաշվի առնված են եւ բավականին ամբիցիոզ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակվեց, որը եթե իրականացվի, կարծում եմ բավականին մեծ առաջընթաց կլինի կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարում։ Կուզենայի նշել տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը OECD-ին, որի շրջանակներում մեկ ամիս առաջ Հայաստանի վերաբերյալ զեկույց էր քննարկում թիվս այլ երկրների զեկույցների եւ կարող եմ ասել, որ գոհունակությամբ նշել, որ Հայաստանը բավականին առաջատար դիրքերում է եւ նույն ՏՀԶԿ-ի փորձագետները բավականին բարձր են գնահատում Հայաստանի առաջընթացը
կոռուպցիայի դեմ պայքարում եւ կրկին առաջընթացը միշտ իր հետ նորանոր ակնկալիքներ է բերում եւ երրորդը, որ ես կուզենայի երևի թե նշել, դա արևելյան գործընկերության ինդեքսն է, համաթիվն է, որտեղ որ մենք արևելյան գործընկերության 6 երկրների մեջ, այսինքն Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելարուս այդ 6 երկրների մեջ մենք 15 ցուցանիշներով 5-ով առաջին տեղերում ենք, այդ թվում ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, այդ առումներով, այսինքն մենք շատ բաներից դժգոհում ենք եւ նկատում ենք իհարկե, որ խնդիրներ ունենք միանշանակ եւ այդ խնդիրներին անպայման պետք է լուծումներ տրվեն, բայց երբ որ համեմատության մեջ ենք սկսում գնահատել, հասկանում ենք, որ վատ վիճակում չենք, այսինքն դա մեզ որևէ կերպ չպետք է թույլատնի, ես հիմա ոչ թե բավարարվելու համար եմ ասում, բայց ամեն դեպքում համեմատության մեջ պետք է առհասարակ նաև գնահատականներ տրվեն, որովհետև մենք հաճախ ուղղակի գնահատականներ էմոցիոնալ ենք տալիս, երբ որ մենք այդ չափանիշներով ենք փորձում գնահատենք, տեսնում ենք, որ դրական զարգացումներ կան, որոնք ողջունելի են, պարզապես դրա վրա պետք է կառուցել եւ մենք շատ ավելի բան ունենք անելու, քան նա ինչին որ մենք կարողացել ենք հասնենք այս 5 տարվա ընթացքում, առհասարակ կարծում եմ, եթե հեղափոխությունից հետո հաշվենք 5 տարի անցել, մենք 5 տարվա ընթացքում մեր առաջընթացը կարող եմ ասել շատ անբավարար է, եթե այդպես գնահատենք, քանի որ ակնկալիքները մեծ էին եւ նաեւ սպասում էր, որ ավելի արագ կլինեն ռեֆորմները, ինչը ցավոք տեղի չունեցավ, բայց կան ռեֆորմներ, որոնց որ պետք է երևի գնահատել ու սատարել, այնքանով որքանով նաեւ մենք որպես քաղաքացիական հասարակություն մեր դերն ենք տեսնում։ Կոռուպցիան ունի դրսևորման առանձնահատկություններ, ասենք օրինակ ազգային առանձնահատկություններ, որոնք խանգարում են հենց պայքարել կոռուպցիայի դեմ։ Գիտեք, ես երևի ազգային առանձնահատկություն տենց չի կոչի, որ ասենք հայկական առանձնահատկություն է, բայց իհարկե մշակույթը որոշակիորեն ազդում է եւ քաղաքական մշակույթը դրան գումարած իհարկե ազդում է, մասնավորապես օրինակ միշտ նշվում է դա իհարկե նոր բան չեմ ասում, բայց այդ մաղարիչի կամ շնորհակալ լինելու, հա, այդ վերաբերմունքը, որը որ մի քիչ այսպես ասիական, հա, ինչպես ասիական գիծ է երևի, այդ առումով խնդիրներ իհարկե կան, բայց այլապես կարծում եմ, որ այդ երևույթները, որոնք տեղ են ունենում աշխարհում եւ մենք ունենք գործընկերներ տարբեր երկրներում, որոնց հետ կիսվում ենք մեր փորձով, նրանց փորձն ենք լսում, ըստ էության բոլոր տեղերում կան այդ դրսևորումները, տարբեր տեղերում տարբեր չափով, որևէ կերպ չի ասի, որ դա կապված է ինչ-որ ազգային առանձնահատկությունների հետ։ Ես կարող եմ մի օրինակ նշել, օրինակ մի առիթով մի միջազգային փորձագետ ասաց, երբ որ դուք հայերը կոռուպցիայի մասին բարձրաձայնում եք, դա շրջժամանակ գործ տալ է համարվում, իսկ դա խանգարում է պայքարին։ Խոսքս նաև այս դրսևորումների մասին է։ Այստեղ դա ոչ թե ազգային է, բայց այսպես քաղաքական մշակույթից է գալիս եւ պատմականորեն է դա ձևավորվել, այդ նույն խնդիրը ունեն եւ նախկին սովետական հանրապետությունները եւ նախկին սոցիալիստական հանրապետությունները, չեմ կարող նույնը ասել արևմուտքի արևմտյան երկրների զարգացած կապիտալիստական երկրների մասին, բայց կարող եմ վստահաբար ասել կենտրոնական արևելյան Եվրոպայի երկրներում նույն խնդիրը կա, որովհետեւ խորհրդային միությունից մնացած այդ գործ տալու եւ դրա հետևանքները, հա, գիտենք ինչպիսին են եղել, այդ բացասական երևույթները խանգարում են, որ այդ ազդարարների ինստիտուտը աշխատի։ Դա ճիշտ է, դա կա, բայց կրկին դա ազգային չի, դա պայմանավորված է այլ հանգամանքներով, այլ իրավիճակներով, այլ քաղաքական, պատմական այդպես անցյալով, ոչ թե ազգային հատկանիշներով։ Շատ դեպքերում ես կարծում եմ մենք շատ բաներ կոչում ենք նաև ազգային այն պատճառով, որ մենք նախ միջազգային փորձի մասին բավարար տեղեկացված չենք եւ թվում է թե դա մեր միայն նեղ անձնային ազգային եւ մեզ առանձնահատուկ ինչ որ երևույթ է, բայց ինչպես նշեցի, շփվելով տարբեր պես ազգերի ներկայացուցիչներ հասկանում ես, որ մենք այդքան էլ չենք տարբերվում, բացի այդ ազգայինի մասով կուզեի անպայման նշել ժամանակին միշտ ընդունված էր ասել, որ Հայաստանում եւ Վրաստանում օրինակ հնարավոր չի կոռուպցիայի դեմ պայքար, որովհետեւ այնտեղ կա ազգային մենտալիտետ, որը որ արդեն կոռումպացված է եւ կոռուպցիան իրենց համար նորմալ երևույթ է եւ
չենք կարող մենք դա փոխել, բայց հետո Վրաստանում, երբ որ 2000-ականների սկզբին տեղի ունեցավ հեղափոխություն եւ Վրաստանը կարողացավ ցածր մակարդակի կոռուպցիան գոնե հաղթահարել շատ արագացված եղանակով, այդ ժամանակ մեր իշխանությունների չսիրած այդպես օրինակները հենց վրացական օրինակներն էին, որովհետեւ մենք դրա այդ օրինակները բերելով ուզում էինք ասել, որ ազգային չի, այսինքն եթե դու ուզում ես որպես պետություն պայքարես, մի պատճառաբանիր մենտալիտետով ինչ որ անում էին եւ դրա համար իրենք այդպես չեն սիրում այդ օրինակները, որովհետեւ հակադրվում էր արդեն իրենց բերած այդ մենտալիտետային բացատրությունների հետ։ Եթե կա վերևից եկող քաղաքական կամք, ապա դա հնարավոր է։ Ուղղակի պետք է այդտեղ հետևողականություն, իհարկե քաղաքացիները եւս պետք է հասկանան, որ իրենք պետք է ուզենան փոխվել, այսինքն այդպես նստեն սպասեն, որ միայն վերևից լինեն ինչ-որ հրամաններ, դա բավարար չի։ Դրա համար կոռուպցիայի դեմ պայքարում շատ կարևորվում է այդ հասարակության բաղադրիչը եւս, որ հասարակություն պետք է ընկալի ռեֆորմները եւ ինքը եւս մասնակից դառնա։ Մի առիթով ասել եք, որ մեզանում խոսքի ազատությունը նույնիսկ չափից շատ է։ Նոր քիչ առաջ ասացիք, որ բարվոք է վիճակը եւ միջազգային կառույցներ էլ առաջընթաց են գրանցում վերջին տարիներին Հայաստանում։ Բայց երբ դուք ասում եք, որ նույնիսկ չափից շատ է, ինչ վտանգներ նկատի ունեք։ Չափից շատ իհարկե մի քիչ չափազանցված է, երևի ինչ որ ճակերտներ են բացակայում այդտեղ։ Խոսքի ազատությունը պարզապես պետք է վտանգներ չստեղծի հասարակության անվտանգության համար կամ ազգային անվտանգության համար եւ ներկայումս խոսքի ազատությունը պարզապես ոչ միայն Հայաստանում կրկին այս խնդիրը համատարած է եւ հիմա բոլոր երկրներում մտածում են ինչպես պայքարել կեղծ ինֆորմացիայի դեմ, սոցիալական ցանցերը ինչպես կարգավորել ներկայումս այն պարզապես չարաշահվում է այդպես որոշակի ուժերի կողմից ինչ որ դիվիդենդներ ստանալու համար, ինչ որ երկրներում խառնակցություններ անելու համար, ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար, ներքաղաքական ինչ որ խնդիրներ լուծելու հեղաշրջումների եւ այլնի համար, այսինքն այդ առումով խոսքի ազատությունը դա արժեք է, սկզբունք է, որը որ քաղաքացու համար, քաղաքացու կայանալու ինքնադրսևորվելու համար կարևոր է, բայց այն դարձել է գործիք կոնկրետ քաղաքական նպատակներով օգտագործվելու համար եւ դա է որ խնդրահարույց է եւ կարծում եմ որ սա մենակ մեր պետության խնդիրը չի, այլ գլոբալ խնդիր է, պարզապես երևի այստեղ մեդիագրագիտության արդեն հարցն է, որ քաղաքացիներն իրենց դերն ունեն այդ պայքարում որպեսզի ավելի գրագետ լինեն եւ կարողանան տարբերել։ Այստեղ մեդիագրագիտությունը նաեւ ենթադրում է կարծում ընդհանուր գրագիտություն եւս, որովհետեւ բացի այդ աղբյուրներ զանազանելուց հասկանալուց, որտեղից կարող են լինել այդ ծագման աղբյուրը, որտեղ կարող է լինել ապա տեղեկատվության, նաև քաղաքացիներին դա կարող է մոտիվացնել լրացուցիչ գիտելիք ձեռք բերելու համար, որպեսզի իրականում հասկանան, թե արդյոք ենթադրենք որևէ լուր իրական է, իրական չէ։ Դա լուրջ խնդիր է ու շատ վտանգավոր կարծում խնդիր է, որին գլոբալ մոտեցումում, չգիտեմ, կկարողանան այդ խնդիրը լուծել թե չէ, բայց այն գլոբալ սպառնալիք է ներկայումս։ Ընդհանրապես կարևոր որոշումների ընդունման հարցում քաղաքացիական հասարակության մասնակցությունը ձեզ բավարարում է կառավարության հետ երկխոսության առումով նաև։ Վստահ կարող եմ ասել ոչ։ Կրկին կան հիմա նշեմ դրական դրսևորումներ, երբ որ առանձին պաշտոնյաներ, առանձին գործիչներ կառավարությունում, ազգային ժողովում իրենք շփվում են որոշակի հասարակական կազմակերպությունների, օղակների հետ եւ այդ շփումների արդյունքում այդ համատեղ աշխատում են երբեմն դրա արդյունքում վստահաբար ծնվում են շատ ավելի ճիշտ եւ լավ որոշումներ, բայց դա համատարած չէ, դա ինստիտուցիոնալացված չէ եւ մենք բազմիցս դրա մասին խոսել ենք տարբեր մակարդակներով եւ դա լուծում է պահանջում լավ դրական լուրը երևի այն է, որ ներկայումս կա գործընթաց հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է ռազմավարության մշակման գործընթացներում քաղաքացիական հասարակության հանրության ներգրավում առհասարակ եւ մենք էլ մեր կողմից առանձին այդպես
ջատագովության արշավ ենք տանում, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցությունը ավելի իմաստալից եւ արդյունավետ դարձնելու համար, այո, ըստ էության մենք կարծում ենք, որ բոլոր փուլերում պետք է դա լինի եւ դա պետք է ինստիտուցիոնալ հենքի վրա դրվի, դա չպետք է թողնվի պաշտոնյաների բարյացկամությանը կամ այդպես բարեկրացիական վերաբերմունքին, ընդ որում եւ կառավարություն եւ ազգային ժողովում, որովհետեւ ազգային ժողովը շատ ավելի վատ վիճակում է այդ առումով, ես կարծում եմ, քան կառավարությունը։ Եվ հուսով ենք, որ ինչ որ ժամանակ անց, մոտ ժամանակներում կտեսնենք որոշակի առաջընթաց այդ առումով։ Ինչու Հայաստանում պետական կառավարման համակարգերը լավ չեն զարգանում, չեն կայանում։ Ես կարծում եմ, որ արդեն նշեցի, որ բարեփոխումները ակնկալվում էին ավելի վաղ եւ ավելի արագ իրականացվեին եւ բավականին ուշ մենք հասունացանք այս նույն հարային կառավարման բարեփոխումների ծրագիրը վերջնականացնելու կամ գոնե կոնկրետացնելու առումով եւ հիմա նոր սկսվել է իրականացնել դրա առանձին բաղադրիչներով այդ ծրագիրը։ Կարծում եմ հիմնական թերացումները դրանք էին, այսինքն միանգամից անմիջապես իշխանափոխությունից հետո կամ հեղափոխությունից հետո չեղավ այդ քայլերի շարքը, որ պետք է մեզ տաներ դեպի ավելի լավ կառավարում։ Բավական երկար տևեց, մինչև որ մենք կարողացանք այդպես ուրվագծել, թե մենք ինչ ենք ուզում, ինչ է պետք անել։ Հիմնականում իմ կարծիքով տեմպներ, եթե իհարկե հիմա արդեն քանի որ որոշ գործողություններ սկսել են, հիմա մենք կապրենք ու կտեսնենք, թե պատճառը իսկապես տեմպներ, թե պատճառը նաև դրանց որակը կարող է լինել, բայց կարծում եմ, եթե բարեփոխումները մի քիչ ավելի շուտ արվեին, նաև հանրային տրամադրությունները կարող էին այլ լինել եւ խոչընդոտները ավելի քիչ լինեին դիմադրության տեսանկյունից հանրային կառավարման ոլորտում հենց նույն աշխատողների, ծառայողների տեսանկյունից։ Հուսով ենք, որ այդ խնդիրները կուղղվեն, ուղղակի պետք է երևի աջակցել այնքանով, որքանով հնարավոր է աջակցել պետությանը, որպեսզի ռեֆորմները ճիշտ իրականացվեն եւ բնականաբար միաժամանակ նաեւ վերահսկել ու պահանջել, որպեսզի ամեն ինչ պատշաճ կերպով արվի։ Դուք նաև վերահսկել եք Երևանի ավականու ընտրությունները վերջին։ Կարևոր միտումներ, հետաքրքիր դրվագներ կարող եք նշել։ Առանձնահատկություն, ինչով էր առանձնանում այս ընտրությունները։ Առանձնանում երևի ես կարծում եմ, որ այն ավականին, որ մենք ունեցանք ընտրության արդյունքում, առաջին անգամ երևի արտացոլում է իրական տրամադրությունները, ընտրողների իրական տրամադրությունները, որտեղ իմ կարծիքով 18-ին եւ 21-ին ճիշտ է մենք ունեցանք ազատ ընտրություն եւ մրցակցություն ունեցանք, բայց տարբեր էմոցիոնալ եւ այդպես իրավիճակային գործոնների պատճառով արդյունքը ազգային ժողովի մասնավորապես կազմը կարծում արտացոլում էր այդ հակամարտությունները, այդ բևեռացվածությունը նախկինը այո եւ ընտրողները շատերը գնում էին այդ համատեքստում ընտրություն կատարելու եւ արդյունքում ինչ որտեղ շեղված կամ այդպես խտացված էր, հա, արդյունքները ընտրությունների հեղափոխությունից հետո էլ պարզապես այդ հեղափոխական էյֆորիայի արդյունքում էին ընտրություն կատարում մարդիկ։ Իմ կարծիքով ավականու ընտրությունը նախ այն մրցակցային էրապես եւ ազատ էր, անշուշտ մեր երևի ամենաբացասական խնդիրը, որ մենք ասել ենք, դա վարչական ռեսուրսի չարաշահումներ ու մեծ հիասթափությունը դրանից, բայց այնուամենայնիվ այն ինչ որ ձևավորվեց, այն կազմը, որ ձևավորվեց, արտացոլում է քաղաքացիների ընտրողների տրամադրությունները։ Այն կարող է խնդրահարույց համարվել, բայց դա երևի պետք է յուրաքանչյուրի ընտրության հարցում հատկապես։ Այո, բայց դա կարծում եմ թեմա է, որը պետք է լրացուցիչ միգուցե ուսումնասիրել տարբեր հետազոտողների կողմից, դա կարծում եմ դաս է քաղաքական տարբեր ուժերի համար։ Մեկ բան էլ երևի որ կուզենայի նշել, որ միգուցե այդքան նորություն չէր, բայց շատ հետաքրքիր եւ ցցուն այդպես արտահայտվեց ընտրությունների ընթացքում, դա այն էր, որ գումարները, որոնք ծախսվում են ընտրությունների
համար անպայման չէ, որ դառնան քվ եւ այն ծավալներ, այնքան ֆինանսներ, որոնք որ ներդրվում են քարոզարշավի ընթացքում տարբեր քաղաքական ուժերի կողմից, դրանք իրականում չեն արդարացնում իրենց եւ դա խնդիր է, այսինքն այստեղ պետք է քաղաքական ուժերը դասերի քաղեն, թե արդյոք իրենք ուզում են այդքան գումար ծախսեն, ընդ որում տարբերությունն էլ, այսինքն սեփական գումարներ են, թե պետական բյուջեից ներդրվող գումարներ են, դա էլ կարծես թե այդպես ազդեցություն չունեցավ, միգուցե հակառակը։ Մշտապես Արցախին առնչվող ծրագրեր եք ունեցել, հիմա արցախահայերի հետ ինչ աշխատանք եք անում։ Մենք Արցախում 2019 թվականից ենք սկսել աշխատել երիտասարդության հետ, քաղաքասարակության զարգացման ծրագրեր ենք իրականացրել, բազմաթիվ ուսուցողական ծրագրեր, մոնիտորինգային հետազոտություններ, ճամբարներ, քննարկումներ եւ կարծում եմ բավականին արդյունավետ էր նույնիսկ բլոկադայի ողջ ընթացքում մեր գործընկերները Արցախում, որը քաղաքացիական հապ նախաձեռնություններ իրենք աշխատում էին։ Ներկայումս մենք արդեն Հայաստան տեղափոխված արցախցիների հետ միասին ուսումնասիրում ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների բավարար լինելը կամ դրա որակը, այսինքն պետության կողմից արցախահայերին աջակցության ծրագրերի մասին է խոսքը եւ փորձում ենք վերհանել այն խնդիրները, որոնք որ առկա են եւ հնարավորինս դրանք շուտ վաղ փուլում կոմունիկացնել կառավարության համապատասխան օղակների հետ, որպեսզի խնդիրները շտկվեն։ Դուք երկար ժամանակ զբաղվել եք բնապահպանական ծրագրերով, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում անօրինական շահագործումների ուսումնասիրություններ, փորձագիտական եզրակացություններ եք հրապարակել եւ այլն։ Հիմա ինչ որ տարօրինակ լռություն է այս հարցում, ինչ ինֆորմացիա ունեք դուք, օրինակ Ամուլսարի պարագայում։ Իրականում լռություն չի, իհարկե վերջին ժամանակների անվտանգության խնդիրները կարծես թույլ չեն տալիս, որ շատ թեմաներով խոսվի, բայց ես եւ իմ գործընկեր հասարակական կազմակերպությունները ներգրաված ենք արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության մեջ բազմաշահառու խմբում, որպես քաղաքասարակության ֆրակցիա, եւ այդ շրջանակում ենք գործունեություն ծավալում։ Ես այդ ֆրակցիայում հանդիսանում եմ որպես այլընտրանքային անդամ եւ վերջին տարվա ընթացքում կամ 1.5 նույնիսկ տարվա ընթացքում մենք ներգրաված ենք եղել օրինակ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքներում։ Մենք ինքներս շատ ենք քննադատել այդ ռազմավարությունը, դրա ընդունման գործընթացը եւ առանձին հատվածներ, բայց կարող եմ ասել, որ այն դրականը, որը որ ներառվել է ռազմավարության մեջ, ինչ որ չափով նաև քաղաքասարակության ներդրման արդյունք է։ Այդ առումով զբաղվածությունը եղել է ավելի շատ դեպս քաղաքականության մշակման գործընթացում, ներկայում եւս այդ ԱՃԹՆ խումբը աշխատում է։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, մասնավորապես հարցադրումներ են արվում, ներկայումս Ամուլսարի շահագործման ծրագիրը այդպես մի քիչ արկախված է, քանի որ ֆինանսավորման վերաբերյալ ինֆորմացիայի են ֆինանսավորման հայթայթման հետ կապված գործընթացներ են գնում եւ մեր խումբը հարցումներ է անում տարբեր պոտենցիալ դոնորների հասկանալու համար, արդյոք նրանք պատրաստվում են ֆինանսավորել, մասնավորապես խոսքը Եվրասիական զարգացման բանկի մասին է կամ հայաստանյան բանկերից մեկի մասին է, այսինքն իրականում կան գործընթացներ, պարզապես դրանք շատ տեսանելի չեն, դուք ճիշտ եք եւ կարծում եմ դա էլ քաղաքասարակության երևի պատասխանատվությունն է, այդպես ավելի հրապարակային լինել։ Իրականում գործընթացները շատ տեղի չեն ունեցել վերջին ժամանակահատվածում, այդպես սպասողական վիճակ է եղել, դա եղել պատճառը, որ տեղեկացված չեն մարդիկ շատ։ Ընդհանուր առմամբ Հայաստանը ինչ չօգտագործված պոտենցիալ ունի։ Երևի կարելի է նշել որոշակիորեն մարդկային ռեսուրսների մասը, բայց կարծում եմ, որ ավելի շատ մենք պետք է մտածենք մեր պոտենցիալը զարգացնելու համար, ոչ այնքան չօգտագործված պոտենցիալի մասով, բայց կարծում եմ մեր պոտենցիալը թույլ է հենց նույն մարդկային ռեսուրսների մասով, ռազմավարությունների մասով, ռազմավարությունների զարգացման, առհասարակ մենք բոլոր ոլորտներում կարծում եմ ունենք ռազմավարական պլանավորման խնդիր եւ այդ ռազմավարական պլանից բխող
պոտենցիալի զարգացմանը միտված միջոցառումներ իրականացնելու խնդիր։ Այդ առումով մենք շատ բացեր ունենք եւ կարծում եմ, որ պետք է բավականին ջանք դրվի, որպեսզի կարողանանք լրացնել այդ բացերը նախկին տարիների չարածի դիմաց եւ նաեւ լրացնել բացերը, որոնք որ մեզ թույլ կտան իրականացնել այն հավակնոտ քաղաքականությունները, որոնք որ մենք ուզում ենք իրականացնել առհասարակ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրը Սոնա Այվազյանն էր առայժմ։ Մենք ունենք թե պետական ռազմավարության, թե մարդկային պոտենցիալի զարգացման խնդիր։ Կոռուպցիայի դեմ պայքարը կլինի արդյունավետ, եթե լինի վերևից եկող քաղաքական կամք եւ քաղաքացիական ակտիվ մասնակցություն։ Մենք պետք է տեսնենք սպիտակը սև ֆոնի վրա, իսկ սևը սպիտակի, այդպես կկարողանանք օբյեկտիվ գնահատել դրականն ու բացասականը։ Խոսքի ազատությունը դարձել է քաղաքական նպատակներ իրականացնելու գործիք եւ դա գլոբալ սպառնալիք է։ Սոնա Այվազյան։